վերջով լոջիկի համար նախատեսված խմոր։ Այդ հետինը խմորը մի լավ ֆունկցիոն, որպեսզի այս մանրուներ մասնիկները կպնեն խմորին, հարմանյաց է զանգված, խմորը կթողեն կհանգստանա 5-10 կանաչիների կտրած մանր։ Ահա և խմորը, որը արդեն պատրաստ է, և ես այն վերածել եմ այսպիսի փոքր թունդերի, իմ մոտ ստացվեց 16 թունդ, կարծում եմ հավատան է մի անգամ ուտելու համար, հատկապես որ ընտանիքի ոչ բոլոր անդամներն են ուտում, մինչև գնդերը կհանգստանան մի փոքր, այդ ընթացքում արդեն կպատրաստենք միջուկը, կանաչիները նախապես լվացված վիճակում են, հիմա կգնամ, կկտրատեմ, կհամենենք ու կսկսենք արդեն պատրաստել։ Ողջույն սիրուններս, ճիշտ է ձեզ բարի լույս մաղթել էի, բայց որոշեցի ես եւս երևալ կադրում, առավոտյան ինչպես արդեն տեսակ պատրաստել էի ժենգյալով հաց, որը ասեմ իդեպ շատ համով էր ստացվել, անկախ նրանից, որ կանաչիների տեսակը քիչ էր մեջը, բայց այդ համեմունքները լիմոնը լրիվ լրացրել էին, ես էլ պատրաստվեցի, դուրս եմ եկել, գնում եմ ինձ գարնանային կոշիկներ գնելու, հույսով եմ, որ կգտնեմ, նաև որոշեցի վլոգս շարունակել, որպեսզի ընթացքը ավելի հեշտ սահի, հա, այսպես ասած, իսկ մեր մոտ, ինչպես տեսնում եք, դեռ շարունակում է ձուն գալ, չնայած, որ բավականին տաք է, ինքը չի նստել, այսպես ահավոր ցեղ, ջուր վիճակ է, այդպես գնամ, ընթացքում իհարկե կմիանամ, տեսնեմ ինչ կկարողանամ գտնել իմ համար։ Սիրուններս, ինչպես տեսնում եք, ես արդեն տանն եմ ու բավականին թրջված հազիվ եկա տուն հասա, դուրսը անձրևախառը ձուն էր գալիս ու մի խոսքով մի լավ թրջվել եմ, այսպես ասած, բայց ինչի համար, որ դուրս է եկել, գնել եմ, իմ համար իջել էի գարնանային կոշիկներ գնելու, մի քանի անգամ գնացա եկել եմ իրականում ու ոչ մի հարմար տարբերակ չէի գտնում, կամ ինչ որ հավանում էի իմ հագին չկար, կամ իմ սրտով ոչ մի բան չկար, այսօր գտել եմ, բայց ասեմ, որ մի տարբերակ տեսել էի, որը
ավելի այսպես նուրբ էր, բայց էլի իմ ռազմերը չկար, դրա համար վերցրել եմ սա, որը էլի շատ սիրուն է ու իմ նախորդ տեսածներից մասնավորապես չի տարբերվում գույնը, ուղղակի այն տեսածներս այս կապերը չուներ, բայց սա էլ է կարծում եմ, որ սիրուն, այսպես փոքր ինքը կրունկներ ունի, բայց առօրյայում շատ հարմար է, շատ թեթև է, շատ այսպես չի զգացվում, հա, որ կրունկ կա։ Մի խոսքով հավանել եմ առօրյայում ջինսերի հետ համադրվող ամենօրյա կոշիկներ են, որոնց կարիքը եւ ունեի։ Այդպես սիրունները, սա էր իմ գնումները, հա մեկ էլ մի երկու աղջկական բաներ եմ գնել, բայց դա կարծում եմ ճիշտ չի որ ցույց տամ, քանի որ վլոգումս նաև կան տղաներ, որը այդքան էլ էսթետիկ չի, որ այսպես ցույց տամ։ Ինչևէ, հիմա գնամ, քուրիկս սուրճ է դրել, սուրճս խմեմ, պիտի գնամ խոհանոց ընթրիք պատրաստեմ, այո, այսօր որոշել եմ, որ ես եմ պատրաստելու ընթրիքը, առավոտյան պատրաստել էի ժինգյալով հաց, ինչպես արդեն ասել էի, հիմա այլ ընթրիքը կպատրաստեմ, հետո պետք է նինուլիկի դասերը ստուգեմ, ինքը սովորել է, բայց պարտադիր ինքը իմ համար եւս պատմում է, որ ես տեսնեմ, որ ինքը սովորել է, հետո տեսնենք էլ ինչ կիսատ բաներ ունի, դրանք էլ անենք, երեխեքը լողանան, քանի որ վաղ արդեն երկուշաբթի է ու պետք է պատրաստ լինեմ, որ գնամ դպրոց, մանկապարտեզ ու այսպես ասած շաբաթը սկսվում է, նինուլիկ ենք ես մեկ շաբաթնել են դասի ու կգնամ գարնանային արձակուրդների։ Մի փոքր խառը խոսեցի, բայց ինչևէ, սա էլ նորություններով այսպես կիսվեցի։ Հիմա գնամ սուրճս խմեմ, գնամ խոհանոց ընթրիքն պատրաստեմ, հետո էլի կմիանամ։ Ժողովուրդ, դուրս եմ եկել սուրճ գնելու, մեկ էլ երեխեքը պոպկորն էին ուզել, հիմա մեկ էլ մի հատ խանութ այդտեղ է պետք է մտնեմ, բայց ինչ եմ ուզում ասել, տեսենք մեր մոտ ձուն է գալիս, այսօր մարտի 14-ն է, բայց մեր մոտ դեռ ձուն է գալիս, այդքան էլ ցուրտ չի, հաճելի է, բայց այն որ արդեն գարուն է ու ավելի շատ ուզում ենք, որ ծառերը ծաղկեն, բնությունը ծաղկի, բայց լցմերը իր տեղը չի զիջում, այսպես ասած, լասեք տեսնեմ ձեր մոտ ձուն գալիս է, թե ոչ, հուսով եմ գոնե մինչև երկուշաբթի եղանակը կբացվի, որովհետև երկուշաբթի գործեր ունեմ ու չեմ ուզում, որ այսպիսի եղանակ լինի։ Մի խոսքով գնամ այդ խանութն էլ մտնեմ ու գնամ տուն ցակուկներիս մոտ։
Սիրուններս, ինչպես տեսնում եք, ես նորից ննջարանում եմ, առանձնացել եմ, որպեսզի այս վլոգը այսքանով ամփոփենք, ինչպես արդեն տեսակ ես պատրաստեցի ընթրիքը, մենք հաց կերանք, իդեպ ասեմ, որ կոտլետները շատ համով էին ստացվել ու պյուրեի հետ իրանք բավականին այսպես համադրվող էին, այնքան համով էր, որ նույնիսկ երեխեքը կերան, մի խոսքով հիմա գնամ պետք է երեխեքին լողացնեմ, որպեսզի արդեն քիչ-քիչ պատրաստվեն, մի քանի ժամից պիտի քնեն, բայց ես այսքանով այս վլոգը կամփոփեմ, եղանակը շարունակում է անպամած, անձրևոտ, չես հասկանում, ձուն է գալիս, անձրև է գալիս, բայց հույս ունեմ, որ մինչև երկուշաբթի կբացվի եղանակը, որովհետև տանը չեմ լինելու, բայց թե ուր եմ գնալու ու ինչ եմ անելու, դա արդեն կիմանաք հաջորդ վլոգում, իսկ
հաջորդ վլոգը դիտելու համար, եթե դեռ չեք հասցրել բաժանորդագրվել ինձ, ապա բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք ինձ ու իմ ալիքը, որովհետև առաջիկայում էլ ավելի հետաքրքիր վլոգներ են սպասվում։ Համեք իմանաք, թե ես երկուշաբթի ուր էի գնացել ու ինչի համար։ Դե ինձ սիրուններս, այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով և խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ, դե իսկ մենք կհանդիպենք արդեն հաջորդ վլոգում։ Պակա-պակա։